Նրա հաջողության մասշտաբը պատկերացնելու համար ցանկալի է իմանաք. Աստվածաշունչը, որն աշխարհում առաջինն է իր վաճառքով, մոտ 6 միլիարդ օրինակ, Ղուրանը երկրորդն է 800 միլիոնով, իսկ Հարի Փոթերը զբաղեցնում է երրորդ տեղն իր 500 միլիոն օրինակով։ Այսպիսի ֆենոմենալ հաջողություն չէր կարող ծնվել մի հերթական կախարդական աշխարհի մասին պատմող պատմությունից։ Այս ստեղծագործությունը բազմաշերտ է։ Նրա գրավչությունն ապահովում է մի քանի տարբեր ասպեկտներ։ Փոթերի պատմության հիմքում առկա են բազում պատմական ակնարկներ։ Հերոսի անցնող ամբողջ հոգեբանական ճանապարհն այնպիսի խորն է նկարագրել Ջոանը, կորստից մինչև հաղթանակ, որ դիտողի համար Հարին թվում է ոչ թե հորինված, այլ իրական հերոս։ Քանի որ այն հիմնված է աշխարհահռչակ հոգեբաններ Կարլ Յունգի և Զիգմունդ Ֆրեյդի տեսությունների վրա, գումարած դրան իրենց տեղն են գտել Աստվածաշնչից մեզ հայտնի հոգևոր գաղափարներ և տարբեր դիցաբանություններից վերցված փիլիսոփայություններ։ Հենց այս ասպեկտներին հերթով մանրակրկիտ կանդրադառնանք ու կիմանանք, ինչպես տնային տնտեսուհու գլխում ծնվեց պատմություն, որը լիովին փոխեց ժամանակակից գեղարվեստական գրականությունը։ Երջանկություն կարելի է գտնել ամենամթին ժամանակներում անգամ։